ինչ վերաբերում է Թրամփի կողմից հնչեցված այն սպառնալիքին, որ պետք է Իրանը վերադարձնի քարիդարին, բնականաբար այս հայտարարությունը քաղաքական բնույթ ուներ, քարոզչական տիրույթում էր տեղավորվում եւ իրական կյանքում այն կարող է որոշակի փաստորեն հիմքեր չունենալ այն շատ པարզ պատճառով, որովհետև Իրանը ունի հազարամյակների քաղաքակրթական պատմություն, անցյալ, դա չի ձևավորվել մեկ օրում կամ մեկ հարյուրամյակում եւ այս հզոր քաղաքակրթությունը հնարավոր չէ ոչ հայտարարություններով եւ ոչ էլ նույնիսկ ինչ որ ռազմական գործողությունների դիմելու շնորհիվ ինչ որ հարցերի հասնել, ինչ որ հարցերի լուծմանը հասնել։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք գործ ունենք հզոր քաղաքակրթության հետ, մի քաղաքակրթություն, որը իրեն դրսևորել է հազարամյակների ընթացքում իդեմս գրողների, փիլիսոփաների, հայտնի անվանի գործիչների, հասարակական, պետական գործիչների, որը փաստորեն ի վիճակի է եւ իր մեջ ունի այդ մեծ ներուժը դիմագրավելու ցանկացած ժամանակաշրջանի մարտահրավերներին, այդ թվում նաև ներկայիս մարտահրավերներին, որոնք ճիշտ է շատ խոցելի են, շատ վնասակար են Իրանի համար եւ նրա հասարակության համար, բայց այդուհանդերձ իրանական հասարակությունը, իրանցի ժողովուրդը առհասարակ լինելով հնագույն քաղաքակրթության տեր ժողովուրդ, ինչպես որ հայ ժողովուրդը կարողացավ իր մեջ փաստորեն այդ դիմագրավելու անհրաժեշտ մղումները դրսևորել նաև գործնական կյանքում։ Ժամանակակից հայ-իրանական հարաբերությունների մասին երբ խոսում ենք, անհրաժեշտ է նշել 1990-ական թվականներին դրա սկզբնավորումը եւ զարգացման հարաբերությունների հաստատումն ու զարգացման գործընթացը, որը տեղի ունեցել փաստորեն Իրանի ռահբար այաթոլլա Ալի Խամենեիի օրոք եւ այդ ժամանակահատվածում է, որ հայ-իրանական հարաբերությունները դեռ 92 թվականի փետրվարի 9-ին հաստատվեցին որպես դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև եւ զարգացում ապրեցին եւ քաղաքական եւ տնտեսական եւ առևտրական ու մշակութային հարաբերություններում։ Ակնհայտ է, որ այդ հարաբերությունները իրենց խորքում ունեին քրիստոնեության եւ իսլամի որպես քաղաքակրթական արժեքների փոխադարձ կապի ապահովման կարևոր բաղադրիչներ, այսինքն մշակութային կարևոր երկխոսություն է սա եւ պատահական չի, որ հետագայում արդեն Իրանի նախագահներից հայտնի նախագահներից մեկը առաջ քաշեց քաղաքակրթությունների երկխոսությունը 2001 թվականին եւ սա լիովին համապատասխանում էր Իրանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Պետք է նշել, որ այաթոլլա Ալի Խամենեիի օրոք փաստորեն տեղի ունեցան քաղաքակրթական ըստ էության զարգացումներ Հայաստանի եւ Իրանի միջև Երևան-Թեհրան հարաբերությունները խորացան, որակական նոր հարաբերություններ գրանցվեցին, որը պետք է նշենք, որ մինչև 91 թվականը փաստորեն ըստ էության գոյություն չուներ, քանի որ խորհրդային տարիներին դա երկաթե վարակույրով փակված էր Հայաստան-Իրան սահմանը եւ հենց 90-ական թվականներին է, 2000-ական թվականներին է, որ այն հաստատվեց եւ իր զարգացումը ապրեց։ Բնական է, որ այս գործընթացում լուրջ մասնակցություն ունեցան նաեւ Իրանի հայ գործիչները, հայտնի գործիչներ, որոնք իրենց մասնավոր ներդրումը ունեցան, Իրանի հայոց թեմերը, համայնքային կառույցները եւ բնական է, որ այս ամենին փաստորեն որոշակի պետական աջակցություն էր տրվում, մասնավորապես ամենաբարձրագույն ղեկավարի կողմից, իդեմս փաստորեն այաթոլլա Ալի Խամենեիի։